Հարգելի հայրենակիցներ, հույսով եմ մասամբ տեղյակ եք։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացիների նկատմամբ վերաքննիչ բողոքի հիման վրա դատական գործընթացը։ Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Իհարկե, այս բոլոր շինծու եւ կեղծ առաջ քաշված մեղադրանքների մասով ես եւ իմ գործընկերները դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաեւ հայ ժողովրդի եւ հայոց պետականության։ Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր աներկելի ապացույցները եւ փաստերը, դրանից բացի այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, ես պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանով իսկ մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դրանից բացի ակնկալում եմ իմանալ մեր այստեղ գտնվողների կարգավիճակը ըստ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշման։ Ցավալի է նաև այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակի ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ առայժմ։ Ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։